Կոստանդին Զատուլինը Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին հարցազրույց է տվել «Ռուսարմինֆո» լրատվական գործակալությանը։ Դե ընդհանրապես Սամվել Կարապետյանը Ռուսաստանում և հայկական բիզնեսի և հայկական սփյուռքի ամենանշանավոր ներկայացուցիչներից է, և ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ պետք է աներ նա, որպեսզի իր ազատության դեմ որոշեր ոտնձգություն կատարել Հայաստանի իշխանությունը։ Սա հեռու է սովորական գործարարից, Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամ, և իրականում հարգված է հայկական սփյուռքի շրջանակներում, ոչ միայն Ռուսաստանում։ Եվ նրան ձերբակալելը, եթե դա տեղի է ունեցել, պարզապես աղաղակող իրադարձություն է։ Իհարկե, ես այլևս այլ կերպ չեմ կարող այն գնահատել որպես Հայաստանի իշխանությունների փորձ շանտաժի ենթարկել Ռուսաստանում հայկական սփյուռքին, եթե ոչ հենց Ռուսաստանի իշխանություններն ու ձերբակալությամբ։ Ինձ համար դժվար է ասել, թե կոնկրետ ինչն է ազդել, բայց այն, ինչ բոլորս հասկանում ենք, պարոն Փաշինյանն արդեն ափեր է կորցրել, երբ խոսքը վերաբերում է իր դիրքի և իշխանության չարաշահումներին։ Այլ կերպ մեզ մոտ դա չեն ընկալում ոչ միայն հայերը, այլ ընդհանրապես։ Այնինչ հայտարարվեց Հայաստանում աշխարհիկ իշխանության, կաթողիկոսին տապալելու, հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ցանկության մասին։ Պարոն Փաշինյանը նախկինում էլ է նկատել իր հակաքրիստոնեական և հակաեկեղեցական ելույթներով։ Ինչ արժեր միայն նրա պատմական հետազոտությունները, որոնք նրան հանգեցրին նրան, որ հայ եկեղեցին պարզվեց օտարերկրագործակալ է, ընդ որում ոչ թե երբևէ, այլ բյուզանդական կայսրության ժամանակներից ի վեր։ Սա ասում է մի մարդ, որի ղեկավար եղած ժամանակ Հայաստանն ամենամեծ վնասն է կրել 91 թվականից ի վեր իր նոր անկախության ողջ ընթացքում, և որը ես հասկանում եմ ոչ ինքն է մկրտվել և ոչ էլ իր երեխաներին է մկրտել։ Այսօր նա հնարավոր է համարում, որ ինչ-որ դիրքերից գնահատի եկեղեցու ղեկավարի գործունեությունը, միջամտի եկեղեցու գործերին։ Սա առաջացնում է համընդհանուր վրդովմունք այստեղ, և ոչ միայն հայերի, թեև իհարկե դա Հայաստանի ներքին գործն է։ Այն, որ Սամվել Կարապետյանն այս առիթով արտահայտվել է, միանգամայն բնական է։ Իսկ էլ ինչ են ակնկալում Հայաստանի իշխանությունները։ Երբ են մտածելու Հայաստանի անցյալի և հայ եկեղեցու դերի մասին, որ հայ ժողովուրդն ընդհանրապես մնա հայ ժողովուրդ, այլ ոչ թե վերածվի Մերձավոր Արևելքի ժողովուրդներից մեկի՝ առանց անվան ու ցեղի։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ ամենայն հավանականությամբ խոսքն այն մասին է, որ Հայաստանի իշխանությունները մահափորձ են կատարում Սամվել Կարապետյանի ակտիվների դեմ։ Ես գիտեմ, որ նա Հայաստանում բիզնեսներ ունի։ Սա թերևս տվյալ դեպքում իշխանության շահագրգռվածության առարկան է, ովքեր կուզենային դա խլել և բաժանել իրար մեջ։